կարծես այլ երանգներ, այլ գույներ, այլ տրամադրություններ են ստանում։ Ու գուցե հենց սա է նրա երազանքին չեք կարծում, հա։ Այո, Կարծում եմ կապույտ աղվեսիկը անչափ կզարմանա եւ վերադառնալու իր տունը, իր անդառը գտնի բոլորովին այլ գույների։ Ախր ես գնում եմ, ու չեմ հասնում իմ երազների կապույտ անդառին, իսկ իմ ընկերները ասացին, մեկ րոպե, սա ինչ է։ Սա ոչ միայն կապույտ անտառ է, սա իմ տունն է, ես այստեղից եմ սկսել իմ ճանապարհորդությունը, բայց ինչպես, իմ անտառին տունը։ Գիշեր, այսինքն ես ընդամենը պետք էր գիշերը չքնեի և իմ տունը, իմ անտառը դառնար կապույտ, ինչպես, ես հասա իմ երազներին, դուք հաշալի ընկերներ եք, ծափերի եք արժանի։ Ախր ես ձեր շնորհիվ եմ հասել իմ երազանքների կապույտ անտառին, շատ ապրեք, շատ։ Ես աղվեսիկ, ոչինչ հենց այդպես չի պատահում։ Դու երկար ճանապարհ անցար, բայց իմացար, որ տարին ունի 4 եղանակ, որ բնությունը լիքն է հրաշքներով, տեսար ձյունը, անձրևը, տերևաթափը, քամի, բնության բոլոր հրաշքները բացահայտեցիր ու շատ բան իմացար աշխարհի մասին։ Եվ գուցե այդ ճանապարհը ևս շատ կարևոր էր, այնքան կարևոր, ինչքան երազանքիդ հասնելը, կապույտ աղվեսիկ։ Այո։ Չէ՞ որ դու այդ ճանապարհին ձեռք բերեցիր, այսպիսի հրաշալի ընկերներ։ Դուք ծափերի եք արժանի, ես մեկ անգամ, այո, դուք եք երեխաներ, միշտ հիշեք, երազեք ու շատ երազեք, ուղղակի որ ձեր երազանքը կատարվի, դրա համար պետք է մի քիչ աշխատել, մի քիչ շատ աշխատել, իսկ հիմա ես կարող եմ հանգիստ քնել, իսկ վաղ երեկոյան էլ կարդանամ, պամտոցիկ խաղան, ու դուք ինձ չեք գտնի, ես ձեզ շատ եմ սիրում, ցտեսություն։ Խաղանք միասին։ Բարի գիշեր։ Հիմա թող քնի հանգստանասին, բարի գիշեր, կապույտ աղվեսիկ։ Աջանի ես մի լավ քնելու և հանգստանալու։ Քնի հանգստանա, չէ՞ որ ձեր շնորհիվ և ձեր օգնությամբ իմ երազանքը կատարվեց։ Ու կարևոր է, որ նա նկատեց ու շնորհակալություն հայտնեց ձեզ, որովհետև ճանապարհը չի լինի այդքան գեղեցիկ, հեքիաթային ու հիասքանչ, ինչքան այն ժամանակ, երբ ունես լավ ընկերներ, լավ ուղեկցողներ քո ճանապարհին, դե թող լուսինն էլ անհետանա և այս գրքի էջն էլ թող թերթվի, որ մենք գնանք ձեզ համար նոր գրքեր գտնենք, նոր պատմություններ ու պատմենք ձեզ նրան ամեն անգամ։ Ինչ կասեք, փակենք գիրքը միասին, ձեռքերը վեր պարզենք, ասենք